Բարև ձեզ, եթերում 1000-ից հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօր աշխարհում շուրջ 650,000 մարդ ունի ցածրահասակություն, Հայաստանում առանձին վիճակագրություն չի վարվում, նրանք ընդգրկվում են հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր թվի մեջ։ Մեր հյուրն էլ այսօր մեկն է այդ հազարներից։ Արմինեն բարդ ճանապարհ է անցել, հիասթափություններ, խտրական վերաբերմունք, կարծրատիպեր, բայց այս ամենի մեջ կարողացել է գտնել ուժն ու առաջ գնալ։ Բուբիթոյս ձեռագործ խաղալիքների հիմնադիր Արմինեն այսօր մեր տաղավարում է, պատրաստ խոսել վիճակագրական թվերից այն կողմ ապրած իր կյանքի եւ այդ կյանքի բարդությունների մասին։ Ես Արմինեն եմ Մելիքյան, 2020 թվականին հիմնադրել եմ Բուբիթոյս ընկերությունը, քանի որ հաշմանդամության պատճառով շատ դժվար էի կարողանում աշխատանք գտնել։ Ես ունեմ ցածրահասակություն, իմ հասակը նորմայից ցածր է, ուստի դրա պատճառով շատ անգամ գործատուները ինձ մերժում էին, ոչ թե հաշմանդամության, այլ իրենց կարծրատիպերի պատճառով ինձ մերժում էին։ Կյանքի ընթացքում բախվել եմ բազմաթիվ կարծրատիպերի, խտրականության, որը ինձ ոչ թե կոտրել, այլ ավելի է ուժ տվել կյանք շարունակելու համար։ Ճիշտ է, դեռահասության ժամանակ շատ բարդ էր անցնել այդ փուլը, բայց հիմա շատ թեթև եմ նայում այդ ամենին։ Բազմաթիվ մարդիկ դիտելով այս հաղորդումները անհատապես օգնում են մեր հերոսներին։ Նախագծի գործընկերը Ձերժավա ընկերությունն է։ Ձեր դիտումը, մեկնաբանությունը կամ տարածումը անչափ կարևոր են մեզ համար։ Դրանով դուք ձեր մեծ ներդրումն եք ունենում ինչպես հաղորդման զարգացման, այնպես էլ մեր հերոսների խնդիրների հանրահռչակման եւ լուծումներ գտնելու հարցում։ Բարև ձեզ Արմինե, շատ շնորհակալ եմ, որ չմերժեցիք մեր հրավերը եւ այսօր այստեղ եք։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Արմինե, ասում են ուժը ծնվում է պայքարից եւ դուք երիտասարդ տարիքում արդեն հասցրել եք այսպես կռիվ տալ տարբեր դժվարությունների հետ, հա, գործազրկությունից մինչեւ խտրական վերաբերմունք, կարծրատիպեր։ Բայց այդ ամենի միջով անցնելով դուք այսօր ուժեղ եւ կայացած մարդ եք, ունեք ձեր գործը եւ բոլորը ձեզ հենց այդպես էլ ճանաչում են, հա, որպես ուժեղ կամքի տեր անձնավորություն։ Հիմա չխախտելով մեր ավանդույթը պետք է սկսենք սկզբից։ Երբ էր, որ տարիքում էր, որ դուք սկսեցիք հասկանալ եւ գիտակցել, որ ավելի ցածրահասակ եք, քան ձեր հասակակիցները։ Երևի թե դպրոցական հասակում, որովհետև մինչ դա որպես այդպիսին գիտակցական մակարդակում չես կարող հասկանալ դեռևս, բայց երբ որ սկսեցի գնալ դպրոց, տեսնել իմ դասընկերներին, ովքեր ինձնից ավելի բարձրահասակ էին, զգացի, որ տարբերություն կա, բայց որպես այդպիսին ավելի երևի մեծ տարիքում սկսեցի գիտակցել, որ դա հաշմանդամություն է, դա տարբերություն է իմ հասակակիցներից, ավելի 10-11 տարեկանում ես կհիշեմ, այդպես որ ես կարողացել եմ զգալ այդ տարբերությունը ու հասկանալ նաև։ Ընտանիքում 3 երեխա եք։ Եղբայրները, ծնողները իրենք չունեն ցածրահասակ։ Ընտանիքի ոչ մի անդամ չունի ցածրահասակություն, ես գենետիկորեն փոխանցվող խնդիր չէ, հա։ Գենետիկորեն կարող է փոխանցվել ըստ վիճակ այն նյութերի, որը ես ուսումնասիրել եմ, 20% դեպքերն են, որ փոխանցվել է ժառանգաբար, այսինքն ծնողները ունեցել են իրենց երեխաները կամ ընտանիքում այլ անդամ ունեցել է եւ փոխանցվել է երեխաներին, բայց 80% դեպքերում են ինքը պատահական մուտացիայի արդյունքում է լինում, այսինքն սաղմը ձևավորվելու ընթացքում անձը վերցնում է այդ գենը ու
ինքը հենց առաջին գենը կրողն է լինում ու ինքն է լինում գուցե փոխանցի, գուցե չփոխանցի եւ պարտադիրել չի, որ իրենից հետո ծնված սերունդը պարտադիր այդ գենը խնդիրը կրողը լինեն, տեսակը կրողը լինեն։ Շատ լավ, ես գիտեմ նաև, որ դպրոցական հասակում տարիքում արդեն երբ որ գիտակցել եք, երբ որ այդ տարբերությունը զգացել եք, նաև բավականին այսպես ծանր եք տարել, դա ձեզ անհանգստություն, նեղություն է պատճառել, ինչու։ Շատ դպրոցական հասակում ընդհանրապես երեխաները շատ ավելի դաժան են լինում եւ իրենց շատ հաճախ չել հետաքրքրում իրենք ինչ են արտահայտվում, հա, ինչպես են արտահայտվում, կնեղացնեն դիմացինին, թե ոչ։ Ուղղակի իրենց մտքում եկած հարցը կամ արձագանքը միանգամից տալիս են ու դա ինձ շատ նեղսրտում է ես դրանից ու երբեմն հատկապես դեռահասության ընթացքը մենք գիտենք, որ երեխաները ավելի էմոցիոնալ են լինում, բուռն են լինում եւ այլ հույզեր են ունենում ու դա ինձ շատ պարփակում էր, հա, ես շատ հաճախ չէի կարողանում տանից դուրս գալ կամ դուրս գալու դեպքում երեկոյան էի դուրս գալի, ավելի ոչ մարդաշատ տեղերում էի լինում, որպեսզի մարդիկ ինձ չնկատեն, հատկապես իմ տեսակից ելնելով ես շատ շուտ էի աչքի ընկնում ու դրա համար աշխատում էի այնպես անել, որ մարդիկ ինձ չնկատեն, որպեսզի ինչ որ զարմացած հայացքներ չլինեն, ինչ որ մեկնաբանություններ չլինեն, որոնք ինձ կցավեցնեն։ Լինում են այդպիսի մեկնաբանություններ։ Իհարկե, մինչ օրս էլ լինում են մեկնաբանություններ, որ ինչ են ասում, ինչպես են վիրավորում Այս պահին օրինակ երեխաների արձագանքը բնականաբար այդքան չի ազդեցություն ունենում ինձ վրա, չնայած որ արդեն մեծերի արձագանքն էլ ազդեցություն չի ունենում, բայց շատ կա զարմացած հայացքներ, վայ, էս ինչի՞ա սենց։ Օրինակ շատ են ինձ հարցրել, հա, պապատ մամատ էլ են այդպես, ասել եմ ոչ, բա դու ես տենց, շատ զարմացած, ես ընկալում եմ այն հարցը, որ կարող է իրանց մոտ առաջանալ ինչն է պատճառը, հա, բայց կա նաև հարցը ասելու այլ տեսակետ, որ ավելի ծաղրի է վերածվում, կամ բա դու ոնց ես անում, դու չես կարա ոչ մի բան անես, կամ վայ բալես, էդի շատ եմ հանդիպում, հատկապես ծնողների կողմից, վայ բալես լնայի թզուկա, այդ կարծատիպային բառերը շատ կա, որոնք ինչու ոչ նաև եկել է հեռուստաընկերություններից, մուլտֆիլմերից, այդպես մեծացել են այդ բառամթերքով, հա, մարդիկ ու իրենց համար դա է սովորական եղել, բայց դա շատ ավելի ցավացնող է, շատ ավելի կպնողական ինքը հատկություն ունի, էլի, որովհետև գեղեցիկ չի հնչում, որ անձին վայ թզուկա, երկրորդն էլ դա մարդու հատկանիշը չի միակ, կարծում եմ, որ միայն այդպես դիմել, ինչպես որ օրինակ ընդունելի չի ասեն հաշմանդամը, հա, նույն ձև այս տարբերակով ընդունելի չի նույն թզուկ, գաճաճ, լիլիպուտ նման արտահայտություններով նկարագրել մարդկանց, ովքեր ունեն ցածրահասակություն։ Խոսեցինք դպրոցից, եթե օրինակ նորմալ է, երբ որ երեխան ոչ գիտակցաբար, հա, նաև կարող է վիրավորել, բայց տվյալ դեպքում ուսուցիչը ինչի համար է, որ կարողանա դառնալ այդ կամուրջը սովորեցնողը, ճիշտ ուղղության վրա դնողը, որ երեխային սովորեցնի ճիշտ ընկալել, ճիշտ վերաբերվել, ձեր դպրոցում ուսուցիչները չէին անում այդ գործառույթը։ Գիտեք, կարծում եմ ուսուցիչները իրենք էլ տեղյակ չէին այդ ամենից ու ես օրինակ եղել է իմ հետ դեպք, երբ որ ինձ միջոցառման ընթացքում շարքից ասել են դուրս արի, որովհետև իմ հասակը համապատասխան չէր իմ դասընկերների հասակին ու գեղեցիկ չէր նայվում շարքը, այսինքն իրենք էլ այդ գիտակցական մակարդակը չեն ունեցել, որ դա խտրականություն է,
որ ոչ մի աշակերտ պետքա դուրս չմնա որևէ կամ միջոցառումից կամ դասընթացներից իր հաշմանդամությամբ պայմանավորված։ Կարծում եմ, որ ավելի շատ գիտակցական մակարդակն է եղել, որ տեղյակ չեն եղել։ Միևնույն ժամանակ էլ իհարկե եղել է խտրականությունը, կապ չունի, որ ուսուցիչ են եղել կամ կրթական ոլորտում են եղել, միևնույնն է իրենք էլ ունեցել են իրենց կարծրատիպերը իրենց մեջ։ Եվ հենց դա էլ պատճառ է դառնում, հա, որ այդ կրթվող, մեծացող սերունդը չի կարողանում ճիշտ վերաբերվել։ Արմինե, ինձ հետաքրքիր է, երբ արդեն որ տարիքում, հա, ինչքան տևեց ձեր այդ ընկճվածությունը, պարփակվածությունը եւ որ տարիքում ինչպես կարողացաք հաղթահարել, որովհետեւ ես գիտեմ, որ դուք այսօր նաեւ բլոգ եք վարում, սկսել եք բլոգ վարել, ակտիվ շատ կյանքով եք ապրում եւ սկսել եք արդեն ուշադրություն չդարձնել այդ կողքից եկող վատ արտահայտություններին ցավեցնող, նույնիսկ հումորով եք վերաբերվում դրանց։ Որ տարիքից արդեն կարողացաք հաղթահարել այդ խնդիրները եւ ապրել այսպես լիարժեք կյանքով։ Երևի ես կհիշեմ 25 տարեկանից, կարծում եմ, այդ տարիքից ավելի շատ նաև ինձ օգնեց այլ հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելը, տեսնել իրենց պատմությունները, իրենց հաջողության պատմությունները։ Միևնույն ժամանակ, անկախ ամեն ինչից, ես կարծում եմ, որ դա նաև տարիքային հասունությունն է, որովհետև մենք այնուամենայնիվ ինձ մոտ այդպես է եղել, որ ես 25-ում եւ հիմա շատ տարբեր եմ մտածում ու եւ տարիքային հասունացումը եւ այլ մարդկանց հետ շփվելը եւ ծնողներիս ինձ միշտ աջակցելը, այդ ամենը գումարվելով իրար, այսօր վերածվել են նրան, որ ես շատ ազատ եմ խոսում իմ հաշմանդամության մասին, շատ ազատ իմ կյանքը վայելում եմ, շատ տարբեր միջոցառումների եմ լինում ու կյանքը ապրում եմ նենց, ոնց հաշմանդամություն չունեցող մարդիկ են ապրում։ Ավելի շատ եք սկսել ձեր իրավունքներին տեր կանգնել, պահանջել, եթե նախկինում օրինակ հասարակ մի օրինակ բերեմ, խանութ այցելելուց կամ բանկ, պոլիկլինիկա ցանկացած տեղ խոչընդոտ էր լինում, հա, անհաղթահարելի խոչընդոտ ձեզ համար։ Ինչպես էիք նախկինում վերաբերվում դրան եւ ինչպես եք հիմա կարողանում պահանջել ձեր իրավունքը։ Այն ժամանակ, երբ որ ես կգնայի, կտեսնեի, օրինակ կհիշեմ 18 տարեկանում, երբ որ անձնագիր էի ստանում, ու ես շատ ամաչելով բարձրանում էի աթոռին, որ ստորագրեմ թղթերը եւ այլն, շատ կաշկանդվում էի, հա, ու փորձում էի ինձ զսպել, որպեսզի այդ իրավիճակը վերջանա ու ես գնամ տուն։ Բայց հիմա, երբ որ ցանկացած տեղ գնալուց ու երբ որ տեսնում եմ անմաչելի, ես պահանջում եմ, որ ինձ մատչելի դարձնեն, օրինակ, երբ որ կգնամ նույն բանկ, հա, ու դրամարկղերը կլինեն բարձր, ես այնտեղ աշխատակցին խնդրում եմ, որ ինձ տրամադրեն այնպիսի միջավայր, որտեղ ես կկարողանամ ազատ ստորագրել, կամ եթե այն ժամանակ ես կամանչեի խանութում խնդրել ինչ-որ մեկին, որ ինձ անհասանելի ապրանքը տալ, հիմա շատ ազատ ես կարողանում եմ ասել, որ խնդրեմ կտակ ինձ, չեմ կարող վերցնել, կամ նույն օրինակ, քանի որ ինքս ունեմ բիզնես, հարկային ծառայության հետ առնչություն ունենում եմ, ու երբ որ գնացի ու էլի այդ սեղանները բավականին բարձր են, աշխատակցին խնդրեցի, որ խցիկից դուրս գա, որպեսզի ինձ սպասարկի, որովհետև ես հաստատ չէի կանգնի էլի աթոռին ու ինչ-որ թղթեր ստորագրելու համար։ Հիմա այսպես եթե համեմատական եք անցկացնում նախկինում, երբ որ դուք այսպես ամաչելով էիք այդ քայլերը անում եւ հիմա երբ որ պահանջատեր եք, մարդկանց արձագանքը ինչպիսին է։ Որ դեպքում են ավելի իրենք adekvat արձագանքում ձեր այդ պահանջին, թե երբ որ պահանջին, իհարկե լինում են դեպքեր, երբ որ ուղղակի ասում են, կհիշեմ էլի մի բանկի դեպք, երբ որ մոտեցա ու ասեցի կսպասարկեք ինձ այլ տեղում, ասաց մենք հարմար միջավայր չունենք ու ասեցի լավ դες տեսություն ձեզ ու դուրս եկա, իհարկե հիմա շատ ավելի տարբեր է վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ, հետևաբար իմ պահանջն էլ շատ դրական են դիտարկում, էլի, բայց ավելի շատ իրենք են արդեն կաշկանդվում, թե ինչու մատչելի չի տարածքը,
արդեն այս դեպքում երևի ինչքան եւ երկրորդ եթե պահանջատերել չլինես, իրենք գուցե չիմանան էլ քո կարիքները։ Այո։ Իսկ նկատել ես որևէ փոփոխություն, որևէ տեղ քո պահանջից հետո ինչ որ փոփոխություն արված լինի։ Ես օրինակ Այսինքն շատ դաս քաղած լինեն էլի այդ անմաչելիությունից։ ես չգիտեմ ինչքանով է իմ պահանջով կամ ոչ իմ պահանջով, բայց հիմա հայ փոստի ծառայություններից ես քանի որ շատ եմ օգտվում, շատ անմատչելի էր էլի սեղանները ու հիմա նոր կառուցվող մասնաճյուղերը հարմար իրենք ոչ ամբողջական, բայց համեմատաբար հարմար իջացրել են էլի այդ սեղանները, որից կարողանում եմ օգտվել։ Կարակի օրինակ դառնա մյուս բոլոր պետական Այո, մասնավոր այո, կառույցների համար։ ես չեմ կարող ասել որպես այդպեսին ինչքանով է իմ պահանջը եղել, թե նաև տեսել են այլ մարդկանց էլ, որ հարմար չի, որովհետև դա Նույնիսկ ոչ սայլակով միայն մարդն էլ եթե մոտենա այո, հաշմանդամություն ունեցող անձանց։ նաև ինչու ոչ, ես կհիշեմ, քանի որ բլոգից խոսացինք, ես երբ որ խոսում էի այդ անմատչելիությունից, ու այնտեղ մարդիկ կային, ովքեր մեկնաբանեցին, որ դա ոչ միայն ձեզ համար է անմատչելի, այլ նաև այլ անձանց, ովքեր չունեն այդ խնդիրները, չունեն հաշմանդամություն, իրենց եւս շատ անգամ շատ դժվար է լինում սպասարկվելը։ Ու գուցե նաև դա է եղել, որ որոշ Հանրօգուտ գործ եք փոփոխություններ անում, են փաստորեն բոլորի գուցե, համար։ գուցե։ Արմինե, իսկ կենցաղավարության մեջ խնդիրներ ունենում ես, թե քո շրջապատը, քո միջավայրը ամբողջությամբ արդեն հարմարեցված է, դու գտել ես բոլոր խնդիրների լուծումները, այսպես եթե ձևակերպեմ։ Ես ընդհանրապես հաշմանդամություն ունեցող մարդիկ եւ ոչ միայն մարդը ինքը իր տեսակով ինձ թվում է գտնում է ալտերնատիվ տարբերակներ ու ես էլ տանը երբ որ կենցաղի մեջ ինչ որ դժվարություններ կա օրինակ կարող եմ ինձ կարա օգնության գա աթոռները, աստիճանները տարբեր երկար իր, որով ես կկարողանամ իմ ուզածը վերցնել ու կարողանամ ինքս հարմարեցնել իմ շրջապատը անգամ այն ժամանակ երբ որ մեր վերելակը փոխված չէր ու կոճակը շատ բարձր էր ես իմ հեռախոսով էի սեղմում ու իմ մոտի իրերը Հնարամիտ միտքը միշտ դարձել գտնում է այո ցանկացած խնդրի։ այլ ալտերնատիվ տարբերակով կարողանում եմ իմ ուզածին հասնել այն ինչը որ ինձ համար անհասանելի գուցե լինի Իսկ եղել է ինչ որ բան, որ այդպես էլ չես կարողացել անել։ Ես չեմ հիշի, տենց գուցե ալարել եմ, որովհետև ես միշտ ասում եմ մենք միշտ որ մամաս ասում է գնա այսինչ բանը արա ու ասում եմ ես չեմ կարա անեմ ասում եմ խես սուտ խոսում որովհետև գիտի որ եթե ես լինի ցանկություն դու այո եթե իմ մտքին լինի ես հաստատ դա կհասնեմ էլի դրան Իսկ փողոցում միջավայրում ինչն է ամենաանմատչելին օրինակ մի անգամ ես խոսում էի ցածրահասակ մեկ այլ հա աղջկա հետ ասաց որ լուսացույցների այդ կոճակները որտեղ պետք է սեղմեն օրինակ ինքը դա չի կարողանում անել կա այդպիսի բան որ դրսում չես կարողանում հիմա փոփոխել են արտաքին միջավայրում Հիմա փոխել են, արդեն։ ամեն ինչ չէ, ես չեմ կարող։ Ինձ համար օրինակ շատ խնդրահարույց է դոմոֆոնները։ Հիմա որ տեղադրվում են ու եթե Ռանգի կոճակները դոմոֆոնը այո, բարձր են։ ու եթե շենք շինությունների դեպքում արդարացվում էր նա, որ շենքը հին է ու չեն կարողանում մատչելիություն ապահովել, այս դեպքում դոմոֆոնները ուղղակի անհասկանալի է իր բարձրությունը, հատկապես երբ որ մենք ունեինք հստակ չափորոշիչ, թե ինչ բարձրությամբ պետք է լինի։ Հասանելի լինի։ Այո, նաև երեխաներին պետք է հասանելի լինի եւ բացի դրանից, օրինակ ինձ համար շատ մեծ խնդիր կլինի, եթե ես չունենամ ինտերնետ հասանելիություն իմ հեռախոսում։ Ես չեմ կարողանա մտնել իմ բնակարան կամ պետքա ժամերով սպասեմ, թե ներսից ով կբացի դուռը։ Ու ընդհանրապես մի քանի սանտիմետր տարբերության համար դա ինձ համար անմատչելիություն է ստեղծվում։ Նույն դրսում առաջ լուսացույցների կոճակները շատ բարձր էին, վերջերս իջացրել են ու շատ ողջունելի է, որ այդ փոփոխությունն արել են։
քայլ առ քայլ գոնե առաջընթաց գրանցում ենք։ Ես հուսով եմ, որ չեմ ասի, որ 100%-անոց, բայց որոշ չափով կունենանք էլի փոփոխություն։ Խոսեցինք ալարկոտությունից, ցանկանալուց եւ քո կարողություններից, ուզում եմ մի դեպք հիշես, երբ որ ինչ որ այդպես անհնարին, քեզ անհնարին կամ մյուսներին անհնարին թվացող ինչ որ հարց է եղել եւ դու լուծումը գտել ես։ Ես կհիշեմ, որ երբ որ նոր տարուն բոլոր տանից գնացել էին ու խնդրել էի, որ ամանորին առաստաղը փուչիկներ կպցնեն ու ոչ մեկը բոլորը ասում էին հեսա կանենք, բայց դες դուրս եկան ու ոչ մեկ էլ չարեց ու ես ասացի լավ, ուրեմն ես կանեմ սեղանին դրեցի աթոռ իրա վրա կանգնելով ես ամբողջ պատը այդ առաստաղը փուչիկները կպցրեցի ու նույն ձև հիմա ես կհիշեմ այդ դեպքերը, երբ որ բարձր տեղում ինչ որ բան ինձ պետք է լինում ու ասում եմ կգաք տակ, ասում են դու վերցրու, ասում եմ չեմ կարա, ախր հարմար չի, ասում եմ քեզ որ պետք է լինում, առաստաղին էլ ես հասնում։ Արդեն դարձել է։ Ու հիմա ես չեմ կարողանում մանիպուլացնել, որպեսզի իմ ուզածը ինձ տան։ Հիմա արդեն ասում են գնա դու քո ուզածով քո հարցերը լուծի։ Շատ լավ։ Ուզում եմ խոսենք նաև հաջորդ շատ ցավոտ թեմայի մասին՝ գործազրկություն։ Դու ունես մասնագիտություն։ Մասնագիտությամբ Ես մասնագիտությամբ հաշվապահական հաշվառում եւ աուդիտ բաժին եմ ավարտել։ ինչու ես ընտրել այդ մասնագիտությունը։ Սիրով թե Չէ, ես կարծրատիպերն են։ կարծրատիպերն են ինձ դրդել, որ ես ընտրեմ, որովհետև այն խնդիրներին, որոնք բախվում էի, որ դու ֆիզիկական աշխատանք չես կարող անել եւ այն մեկնաբանությունները, որոնք ես լսում էի, ինձ համար որոշ չափով առիթ էր, որ ընտրել նենց գործ չակերտավորացված, որ պետք է լինի նստած, որ ես շատ այս կողմեն կողմ չգնամ, շատ ինչ որ ծանր ֆիզիկական աշխատանք չանեմ, բայց ես չեմ սիրել այդ աշխատանքը։ չես էլ փորձել երբևէ աշխատել այդ մասնագիտությամբ երևի։ Աշխատել եմ շատ կարճ ժամանակ, բայց ամբողջ պարտականությունը ինձ վրա չի եղել ու գրեթե այն ծանրաբեռնվածությունը ինչ որ ունեն այդ մասնագիտությունը կրող անձինք, դա ես չեմ ունեցել, որովհետև չեմ էլ սիրել։ Չնայած հիմա ինքը ինձ օգնում է իմ գործի մեջ, որ եւ կարողանամ թղթերից գլուխ հանել եւ հաշվետվությունները ճիշտ տալ, այդ կողմից ինձ օգնեց իմ մասնագիտությունը։ Իսկ աշխատանք փնտրելու ընթացքում բախվել ես էլի կարծրատիպերի խտրական վերաբերմունքի, թե ոչ։ Բավականին շատ անգամ, հատկապես եթե դա սպասարկման ոլորտ էր, ինձ մերժում էին աշխատանքի համար, ասելով, որ դու չես կարող այդ աշխատանքը անել կամ ոնց որ մի քիչ իրենց ընդունելի չէր, որ իրենց մոտ աշխատի հաշմանդամություն ունեցող մարդ։ Իսկ բացահայտ ասում էին, որ Այո, ես խտրական վերաբերմունք ունեն։ Ես շատ 1-2 դեպք ունեցել եմ, որ անմիջապես ասել են, բայց հիմնական դեպքերը եղել են, երբ որ իրենք չեն ասել, բայց ցույց են տվել, որ առիթը հաշմանդամությունն է, որ չեն ընդունել աշխատանքի։ Պատասխանատվության ենթարկել օրենքի ուժով։ Հիմա արդեն կարող ենք, այն ժամանակ չենք կարող որևէ պատասխանատվության ենթարկել ու շատ հստակ ասվել էր, որ ձեր հաշմանդամությամբ պայմանավորված դուք չեք կարող անել այդ աշխատանքը, բայց խնդիրը ոչ թե հաշմանդամությունն էր, այլ միջավայրի անմատչելիությունը, որը կարող ենք շատ հեշտ լուծել։ Այստեղ արդեն պարզապես գործատուի բարի կամքի դրսևորումը, ոչ թե բարի կամքի, չէ, այսպես սխալ է արտահայտվել, ավելի շատ իր չիմացության արդյունքն էր, հա, որ
իր կարծիքով, որ եթե մարդ ունի հաշմանդամություն, չի կարող աշխատանքը ամբողջությամբ լավ անել։ Իսկ ուղիղ տեքստով ինչ են ասել, որ ասում ես ուղիղ տեքստով 2 անգամ ասել են։ Որ ձեր վիճակով պայմանավորված ինչպես եք պատկերացնում, որ դուք աշխատեք։ Հատ էլ զարմացել եմ։ Հա, ոնց եք եկել դիմել Եթե եկել եմ դիմել եմ, աշխատանքի։ նշանակում է ես պատկերացնում եմ։ Ձեր պատկերացումները Իրանք պետք է չէին- ինչ-որ բան փոխել։ Իրենք չէին պատկերացնում դա։ Շատ լավ։ Եվ ինչ արեցիր հետո։ Հետո Կանք արդեն քո ես հիմնած գեղեցիկ բիզնեսին։ Երբ որ այդքան մերժումներ ստացա, որոշեցի հոբբին վերածել բիզնեսի, քանի որ փոքր տարիքից ձեռագործությունը ինձ մոտ շատ ընդհանրապես ստեղծագործելը ինձ մոտ լավ էր ստացվում, ես որոշեցի հոբբին վերածել բիզնեսի ու հիմնադրել խաղալիքների արտադրությամբ զբաղվող ընկերություն։ Արդեն 5 տարի է ու փորձեցի շուկան ուսումնասիրել, թե ինչ պահանջարկ կա, ինչ խնդիրներ կան այդ ոլորտում ու քանի որ հիմնական մասը խաղալիքների պլաստիկից պատրաստված գունաթափվող խաղալիքներն էին ու հատկապես եթե օրինակ փափուկ խաղալիքներն էլ իրենք սինձիպոնից լցված խաղալիքներն էին, իսկ սինձիպոնը նույն մանրացված պլաստիկն է ու պլաստիկի վնասները կարծում եմ շատերս գիտենք ինչքան վնասներ ունի դա ու որոշեցի ընտրել բնական նյութեր, այսինքն բամբակյա կտորներ, բամբուկ, որպեսզի երեխայի առողջությանը չվնասի ու այդպես կամաց ինքը ընդլայնվեց ու արդեն 5 տարի է ինչ գործունեությունը ծավալում ու բավականին շատ արդեն պատվերներ եմ արել, տվել ու դեռևս հələ լիքը պատվերներ կան, որոնք պետք է անեմ տամ ու ինքը բավականին շատ առաջ է գնացել 5 տարվա Առաջին մեջ։ գործը, առաջին ներդրումը կհիշես ինչքան էր, ոնց է արել այդ ներդրումը։ Առաջին ներդրումը Թելեր, կտորեր, ոնց է իր ձեռքբերում։ ես կհիշեմ, որ հաշմանդամություն ունեցող անձինք պետությունից գումար են ստանում ու այդ գումարի մի մասը հատկացրեցի այդ առաջին նյութերը գնելու համար ու տենց շատ քիչ քանակով երևի կես մետր ինչ-որ մի հատ թել, մի քիչ բամբուկ գնելով առաջին խաղալիքներն եմ սարքել ու երբ որ արդեն տեսա դրամաշնորհային հայտեր, որոնք նոր սկսվող բիզնեսների համար են առաջարկում, դիմեցի ու ես ստացա այդ դրամաշնորհը, որի միջոցով կարողացա այդ անհրաժեշտ սարքավորումները գնել, արդեն ավելի ընդլայնեցի, որոշ ժամանակ հետո երկրորդ դրամաշնորհին դիմեցի, ստացա ու դա էլ էր շատ մեծ ինձ համար եւ փորձ եւ կարծրատիպ կոտրելու հնարավորություն, որ հաշմանդամությունը թույլ չի տալիս նման դրամաշնորհներ վերցնելու, մտածելով, որ դու չես կարող դա անել։ Շատ լավ։ Եթե ձեր կյանքը լիներ գիրք, դուք ցանկանայիք որ գլխից մարդը սկսեր կարդալ։ Որ գլխից ինձ համար այս պահին երևի դեռահասությունն է եղել, որ շատ բարդ ընթացք եմ անցել հոգեբանորեն, չգիտեմ կուզեի այդ գլխից թե ավելի փոքր տարիքից, որպեսզի գային հասնեին այդ կետին, բայց դա ինձ ձևավորելու ամենավառ հիշողություններն է տալիս դեռահասության ընթացքը։ Ամեն դեպքում այդ տարիները չեք թաքցնում, ուզում եք որ դա բարձրաձայնվի, որ մարդիկ իմանան, տեսնեն ձեր անցած ճանապարհը եւ նաեւ շատ երիտասարդներ, շատ մարդիկ, ինչու ոչ միայն երիտասարդները այսօր չեն կարողացել հաղթահարել այդ խնդիրները։ Ես շատեր այսօր մեկուսացած են, շատերն այսօր ինչպես որ դուք փոքր կամ դեռահաս տարիքում ասում եք տանից դուրս չէի գալիս, շատերը այսօր ապրում են հենց այդպիսի կյանքով։ Նրանց համար ձեր հաջողության պատմությունը իսկապես կարող է շատ լավ օրինակ լինել։ Շնորհակալ եմ շատ, կարծում եմ ես ինքս էլ խոսում եմ նրա համար, որ այն մարդիկ, ովքեր այդ
ընթացքի մեջ են, հատկապես երեխաները, դեռահասները այդ տարիքի, իմանան, որ դա անցողիկ փուլ է ու հաղթահարվելու է դա, այդպես չի մնալու, ու որովհետև ես մտածում էի, որ այդ տարիքում ես մտածում էի միշտ այդպես է գնալու, միշտ ես չեմ կարողանալու մեջ շրջապատներում լինել, չեմ կարողանալու որևէ միջոցառումների գնալ, որպեսզի մարդիկ տեսնեն, մարդկանց հետ շփվեմ, բայց այսօր երևի գրեթե միջոցառում չկա ինձ հետաքրքրող, որ ես բաց թողեմ դա։ Եվ եթե մենք պայքարում ենք, այո, երբեմն կարող է նաև պարտվենք, բայց եթե չենք պայքարում, մենք արդեն իսկ պարտված ենք, հա, միշտ պետք է պայքարել խնդիրների դեմ, ցանկացած խնդիր ունի իր լուծումը համապատասխան։ Իհարկե, Այսպես որ պետք է գնալ այդ ուղղությամբ, պետք է պայքարել եւ ձեր նման գեղեցիկ հաջողությունների հասնել։ Եթե ունեք ավելացնելու բան, ավելացնելու որպես այդպեսին կասեի, որ երբեք չվախենան համարձակ լինելուց, չնայած դա միևնույնն է լինելու է այդ վախերը, բայց յուրաքանչյուր բան անցողիկ է այս կյանքում։ Շնորհակալ եմ մոտիվացնող եւ անկեղծ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ շատ հրավերի համար։ Շնորհակալություն, իսկ ես ուզում եմ հիշեցնել, որ մեր հյուրը Բուբիթոյս ձեռագործ խաղալիքների հիմնադիր Արմինե Մելիքյանն էր։ Դուք նույնպես կարող եք հաղորդման մեկնաբանությունների դաշտում գրել ձեր պատմությունը, մենք պատրաստ ենք այն նույնպես ներկայացնել։ Նախագծի գործընկերն է Ձերժավա ընկերությունը։ Բազմաթիվ մարդիկ դիտելով այս հաղորդումները անհատապես օգնում են մեր հերոսներին։